Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն և հակառակ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Մեղրիից Երասխ Ադրբեջանի տարածքով և հակառակ ուղղությամբ ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Armenpress-ում հրապարակված իր հոդվածում։ Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվող կամ էսկալացվող տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է։ Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են։ Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի։ Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները։ Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար։ Ոչ ճանապարհ, ոչ երկաթուղի, ոչ խողովակաշար, ոչ էլեկտրահաղորդակցության գիծ և ոչ մալուխ։ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Դեռ 2022 թվականին կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային 3 կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին Հայաստանի տարածք մուտք գործելու և ասենք դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորության տալու մասին է։ Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և Հայաստանի կառավարության կողմից կարող են ընդունվել 1-2 շաբաթվա ընթացքում։ Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել, նշված է վարչապետի հոդվածում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին և հարցին, թե արդյոք էսկալացիայի վտանգ կա, ինչի մասին Փաշինյանն ակնարկում էր իր հոդվածում։ Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել ենք, որևիցե տարածքային պահանջ չունի եւ իր հանձն առած պարտավորությունների եւ համաձայնագրերի շատ ուժեղ հետևում է եւ հետեւողական շարունակելու աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ եւ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ եւ պատճառ կարծում եմ չկա եւ պետք է չլինի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայոց կաթողիկի առաջնորդ արհիապատիվ Տեր Գևորգ arczepiskopos Նորատունկյանին։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ։ Արհիապատիվ Տեր Գևորգ arczepiskopos Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Վանաձոր Ալավերդի Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման, ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծի լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի համար առաջարկվող հիմնանորոգման և նոր թունելի կառուցման տարբերակները։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերի տարբեր հատվածների իրականացման ընթացքը, հետագա ծրագրերի առաջնահերթությունները, հեռանկարները և առաջիկա անելիքները։ Օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կառավարման խորհրդի 2024 թվականին ընդունված որոշումների կատարման ընթացքին։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու նպատակով պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան։ Տեղեկությունները փոխանցվել են քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 եւ 42 տարեկան երկու տղամարդ, վերջինիս կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ Mercedes-ի սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կիլոգրամ 224 գրամ զանգվածով պատետ։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են 5 տղամարդու, որոնցից 2-ը օտարերկրացի եւ նրանցից մեկի Opel Astra մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ներկայացրել նախաքննական մարմին։ Անձնական խուզարկությամբ Երևանի 38-ամյա բնակչի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Opel-ի սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կիլոգրամ 178 գրամ զանգված։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, 6 անձ կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-յան էջում անդրադարձել է առողջապահական համապարփակ ապահովագրությանը եւ հարցին, թե ապահովագրական ինչ փաթեթ է առաջարկվում նախագծով։ Նախարարը տեղեկացրել է, որ առանձնացվել են մեր երկրում ամենից հաճախ հանդիպող հիվանդություններն ու դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնության ծառայությունների ցանկն են կազմել։ Աբովյանի համայնքային գրադարանը Թումասյանների ընտանիքի նվիրատվությամբ համալրվել է ռուս դասականների պահանջված եւ լավագույն ստեղծագործություններով։ Շնորհալի երեխաների մասնակցությամբ կազմակերպված հույս ցերեկույթի եւ նվիրատվության նպատակն էր հերթական անգամ կարեւորել ընթերցանության, հայրենասիրության եւ ուսումնառության անփոխարինելի դերը հասարակության մեջ։ Փոքրիկ եւ ուսուցողական միջոցառումը մեծարումն էր մեր հերոսների եւ հնարավորություն ծանոթանալու մեր համակարգացի բանիմաց ռազմագետ հետախույզ Վահագն Թումասյանի կենսագրության եւ հայրենասեր գործի մանրամասներին։ Գրադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնել Թումասյանների ընտանիքին նախաձեռնության եւ ընտանեկան գրադարանից նվիրաբերած գրականության համար։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 3-ից 4-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության մեկական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացվել է 2-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով եւ մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 16 պատահար, 5 մարդ զոհվել է, 19 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության եւ պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական եւ մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն եւ թիրախային համագործակցություն, իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային եւ նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է։ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված մարտի 3-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի հակառակորդի օդուժը ռմբակոծել եւ վնասել է շինություններ, կոմունալ էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ կամ վիրավորներ։ Փրկարարծառայության անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը։ Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք եւ դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը։ Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են, վերականգնելով շենքի վթարված կոմունալ էներգետիկ համակարգը։ Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում եւ տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաեւ վնասված մեքենայից տուժածի դուրսբերում։ Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ։ Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումներ։ Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես հասարակության իրազեկվածության եւ պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։ Փրկարարծառայությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված եւ այս ամբողջ ամսվա ընթացքում տեղի ունենալու տարբեր դասախոսություններ, սեմինարներ, վարժանքներ։ Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը եւ կարողությունների հզորացումը ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է, իսկ հերթական ուսումնավարժությունը եւս մեկ հնարավորություն է կարևորելու քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության հասնելու համար, հայտարարել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում հավատամագրված դեսպանների հետ հանդիպմանը։ Թուրքիայի նախագահը նշել է, առաջ են մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան որպես Եվրոպայի անբաժանելի մաս Եվրամիության անդամակցությունը համարում է ռազմավարական առաջնահերթություն։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, հայտարարել Անկարան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ համոզված է, որ կարգավորումն անհնար է առանց Մոսկվայի եւ Կիևի ներգրավման։ Թուրքիայի դեսպան Հիջաբի քննարկչը կանչվել է Իրանի արտգործնախարարություն, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով։ Ֆիդանը Ալ Ջազերային հարցազրույցում Իրանից պահանջել է փոխել տարածաշրջանային քաղաքականությունը, ընդգծելով, որ եթե Իրանը չի ցանկանում, որ մարդիկ քարեր նետեն իր վրա, ինքն էլ պետք է դրանք ուրիշների վրա չնետի։ Իրանի արտգործնախարարի միջերկրական տարածաշրջանի եւ Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը դիմելով թուրք դիվանագետին ընդգծել է, հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը եւ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը, անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից եւ անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների եւ լարվածության։ Ռուսաստանի արտգործնախարարությունը անժամկետ արգելել է Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի մուտքը երկիր։ Պատճառը պաշտոնական Տոկիոյի Մոսկվայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն են, պայմանավորված Ուկրաինայում ռազմական գործողություններով։ Բացի այդ, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, արգելվել է Ուկրաինայում Ճապոնիայի գործող եւ նախկին դեսպանների, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ավագ փոխնախագահի, ինչպես նաեւ ճապոնական որոշ ընկերությունների ղեկավարների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Կոտայքի մարզի Աբովյան, Նայիրի եւ Չարենցավան համայնքներում ավարտվել են դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի առաջին համայնքային փուլի խաղերը։ Աբովյանի տարածաշրջանում 10-ից 12 տարեկաների խմբում առաջատարը Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի, իսկ 13-ից 15 տարեկաների խմբում Բալահովիտի միջնակարգ դպրոցի թիմերն են։ Չարենցավանի տարածաշրջանում 2 տարիքային խմբերում էլ առաջատարը Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի թիմերն են։ Նայիրի տարածաշրջանում 10-ից 12 տարեկաների խմբում
խմբում առաջատարը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի, իսկ 13-ից 15 տարեկանների խմբում Արգելի միջնակարգ դպրոցի թիմերն են։ Առաջիկայում Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում ընթանալու է մարզային մրցաշարը։ Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակից թիմերին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտի մարզում Ամբերտ Բարսել լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ Ամբրոս տանող ավտոճանապարհները։ Բերդ Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենաց Լեռնացքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ալագյազի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ արկա է մերկասառույց։ Արագածի տարածաշրջանում Գորայք Զանգեր հատվածում Աբովյան եւ Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Շինուհայր Հարշիս ճանապարհահատվածում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Հանրապետությունում մարտի 5-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 4-ից 8-ին եւ գիշերը եւ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 10-ից 13 աստիճանով։ Երևանում մարտի 5-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։